Գեներ ողջույն, այսօր սկսենք տեղադրել 6-րդ դասանի դասագրքից Մարի հրատարակչության 78 էջում ենք հասել, նախորդը տեղադրել է մինչև 77 էջը։ Այստեղ ունենք նկարներ, գեներ փորձեմ ես ավելի դանդաղ բացատրել ձեզ, փորձեմ ամեն դեպքում, որովհետև ինձ արդեն ճանաչողները, եթե YouTube-յան ալիքից հետևում են, բնականաբար գիտեմ, որ ես արագ եմ խոսում, արագ եմ տեղադրում, բայց ունենք այդտեղ հնարավորություն, դուք կարող եք սլակների վրա նշել, թե ինչ դանդաղությամբ եք ուզում լսել եւ լսել, կրկնել մի քանի անգամ կարող եք նայել, եթե իսկապես ուզում եք ինչ-որ բան սովորել եւ այսքան բոլոր վիդեոներ տեղադրել, բոլորովին էլ այդքան էլ հեշտ չի։ Հետևաբար ոչ բոլորն են կարողանում տեղադրել այսպես ամբողջ դասագրքերը YouTube-յան հարթակում եւ քանի որ հետևում եք իմ ալիքին, բնականաբար կարող եք սովորել այստեղից, թե ինչպես եմ տեղադրում, ինչպես ենք գրում, սովորում, կարծում եմ բոլորին էլ օգնում է իմ տեղադրած գրքերը, քանի որ ոչ դպրոցներում այդքան էլ իդեալական վիճակում չէ դասընթացավարումը, հետևաբար ես փորձում եմ օգնել աշակերտներին ինչքանը որ կարողանում եմ, ես ինքս իմ աշխատանքը չեմ տանում դպրոցի դասագրքերը, հետևաբար միասին ենք բոլոր դասագրքերը նայում, ես ինքս էլ առաջին անգամ գրքերը բացում եւ միասին նոր գրքերը հատկապես միասին ենք ուսումնասիրում։ Գնանք եւ սկսենք ուսումնասիրել հաջորդ հատվածը։ Match the pictures with the expressions. Այստեղ ունենք 3 նկար, որը պետք է համապատասխանեցնենք։ Դա X-ը, ձուներկելն է, այստեղ ուրեմն հետևաբար սա ենք նշելու։ Traditional food-ը, այստեղ ենք դեր բնականաբար նշելու, եւ go to church-ը, եկեղեցի գնալն է, նշանենք այդտեղ։ Answer the question and discuss them with your classmates, ասում է պատասխանեք հարցին եւ քննարկեք այն ձեր դասընկերների հետ։ What do you know about Armenian holidays? Սա կարծում դուք արդեն պիտի գտնեք, գրեք ինչ-որ հայկական արձակուրդների մասին ինչ գիտեք, what Easter traditions do you know, ինչ զատիկի ավանդույթներ դուք գիտեք, what special dishes does your mother prepare for Easter, ինչ հատուկ ուտեստ է քո մայրիկը պատրաստում զատիկին։ Մենք գնանք շարունակենք տեքստը կարդալ։ Hey Mariana, do you know any Armenian holidays? Ողջույն Մարիաննա, դու գիտես ինչ-որ հայկական արձակուրդների մասին? I know some Armenian festivals and holidays, but I will mention Easter. Ես գիտեմ հայկական տոնակատարություններ եւ արձակուրդներ, եւ ես կնշեմ զատիկը։ Եվ մի բան էլ էստեղ հուշեմ, ընկերներ, պարտադիր չէ, որ բառը հենց բառացի թարգման եք, թարգմանություններ կատարելու ժամանակ, պարտադիր չէ բառացի ամեն բառը թարգմանել։ Բնականաբար լավ կլինի, որ յուրաքանչյուր բառի թարգմանություն իմանանք, բայց կոնտեքստը իրենից ենթադրում է, որ ըստ հասկացողության թարգմանենք տեքստը, այլ ոչ թե բառ առ բառ տեքստը թարգմանենք։ Of course, իհարկե, one of the most important holidays in Armenia is Easter. Իհարկե, ամենակարևոր արձակուրդներից կամ տոներից մեկը դա Հայաստանում զատիկն է, որը մենք կոչում ենք զատիկ։ It's a religious holiday, so people go to church. Դա կրոնական տոն է, այստեղ holiday, տեսեք, փոխակերպած իմաստով պիտի ասենք, որ չէ արձակուրդ, այլ տոն, քանի որ չի լինի կրոնական արձակուրդ, հետևաբար ասել ենք կրոնական տոն է։ Դրա համար մարդիկ գնում են եկեղեցի։ We make special dinner, dye eggs and prepare fish. Մենք պատրաստում ենք հատուկ ուտեստ, ներկում ենք ձուն եւ պատրաստում ենք ձուկ։ Oh, I forgot about the eggs fights. Oh, ասում եմ մոռացա ձուն կռվածնելու մասին։ It's so much fun. Այնքան զվարճալի է։ That sounds nice. Հիանալի է։ How do you celebrate Easter in Greece? Ինչպես ես նշում զատիկը Հունաստանում։ You know, we also make special dinner and we invite my grandparents.
Գիտես, մենք եւս պատրաստում ենք հատուկ ճաշ եւ հրավիրում մեր տատիկ պապիկներին տոնելու այն մեզ հետ։ It's a family celebration, այն տանեկան տոնն է։ My favorite part is that I always get a lot of chocolate from my parents on this day. Իմ սիրած մասը այն է, որ ես միշտ ստանում եմ շատ շոկոլադներ իմ ծնողներից այս օրը։ That's great. Հիանալի է։ I hope that someday we shall celebrate Easter together and do egg fights. Շատ լավ է։ Ես հույս ունեմ, որ մի օր մենք կտոնենք Easter միասին եւ ձու կկռվածնենք։ I hope so too. Ես նույնպես այդպես եմ կարծում։ Easter Bunny զատիկի նապաստակը. The Easter Bunny is a very popular character in Great Britain. Easter Bunny-ն շատ հայտնի բնութագրիչն է Մեծ Բրիտանիայում։ He brings chocolate eggs to children. Այն բերում է շոկոլադե ձվեր երեխաներին։ On Easter Sunday, many families have egg hunts. Շատ ընտանիքներ ոնց որ ձվեր են որսում։ Դա փոխաբերական իմաստով։ They hide chocolate eggs in the garden and their children look for them. Նրանք թաքցնում են շոկոլադե ձվերը այգում եւ իրենց երեխաները փնտրում են դրանք։ This is an old Easter tradition in Great Britain. Սա հին զատիկի ավանդույթ է Մեծ Բրիտանիայում։ Many people go to church on Easter Sunday. Շատ մարդիկ գնում են եկեղեցի կիրակի օրերին։ After church they have a big meal with families. Եկեղեցուց հետո նրանք մեծ ընթրիք են կազմակերպում ընտանիքների եւ ընկերների հետ միասին։ The Easter celebration is a happy time in Great Britain. Զատիկի տոնակատարությունը հիանալի ժամանակ է Մեծ Բրիտանիայում։ What do you know about Easter Bunny? Ինչ գիտես Easter Bunny-ի մասին? Why do people hide chocolate eggs? Ինչու են մարդիկ թաքցնում շոկոլադե տորթերը ձուն? Դա արդեն դուք պետք է անեք։ Այստեղ reading-ը գնանք հաջորդ մասը, decorations, զարդարում, change gifts, նվերների փոխանակում, fireworks, հրավառություն, hugging, գրկախառնություն։ Ուրեմն exchange gifts-ը երկուսն է, fireworks-ը A-ն է, hugging-ը սա է, decorations-ը սա է։ Before you read the text, answer the questions. Ինչև տեքստը կարդալը պատասխանեք հարցին։ What holidays do you know? Ինչ արձակուրդներ տոներ դու գիտես? How do you celebrate your favorite holiday? Ինչպես ես տոնում քո սիրելի տոնը կամ արձակուրդը? Դա արդեն կարծում դուք ինքներդ կարող եք պատասխանել։ Եթե չեք կարողանա պատասխանել, կարող եք ինձ Facebook-յան եւ Instagram-յան հարթակներով գրել, ես կփորձեմ ձեզ ինչ-որ չափով օգնել, բայց բոլոր վարությունները եւ ամբողջությամբ տեղադրել YouTube-յան ալիքին դա ֆիզիկապես գրեթե անհնար է, գերներ ջան, խնդրում եմ, եթե ինչ-որ մեկը հարցեր եք ունենում, կարող եք ինձ Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում գրել, փորձեմ ձեզ բոլորիդ օգնել, բայց բոլորը տեղադրել դա անհնար է։ Celebrations are important events that people love and enjoy. Տոնակատարությունները կարևոր իրադարձություններ են, որ մարդիկ սիրում են եւ վայելում են։ There are many different types of celebrations such as New Year's Eve, Christmas and birthdays. Կան շատ տարբեր տեսակի տոնակատարություններ, ինչպիսիք են նոր տարին, Christmas-ը եւ ծնունդները։ New Year's Eve is a celebration that happens at the end of December. New Year Eve-ը դա տոնակատարությունն է, որ տեղի է ունենում դեկտեմբերի վերջին։ People all over the world celebrate it by staying up late, watching fireworks, hugging each other, wishing a happy new year. Մարդիկ ամբողջ աշխարհում տոնում են այն մինչև ուշ գիշեր նստելով, դիտելով հրավառությունը, գրկախառնվելով մեկը մյուսին, ցանկանալով նոր տարի։ Happy New Year. Christmas is a celebration that happens in December too. Christmas-ը տոնակատարություն է, որ նույնպես կատարվում է տեղի ունեն դեկտեմբերին. It's a time
when families come together, exchange gifts, and decorate their houses with beautiful decorations like lights, candles, and balloons. Սա այն ժամանակն է, երբ ընտանիքները հավաքվում են միասին կամ լինում են միասին, փոխում են նվերներ են փոխանակում կամ զարդարում են իրենց տները գեղեցիկ դեկորացիոն լույսերի նման, մոմերով եւ փուչիկներով։ Birthday celebration is also important. Ծննդյան տոնակատարությունը եւս կարեւոր է։ People often have parties with friends and families and eat a cake and other treats. Մարդիկ հաճախ խնջույքներ կազմակերպում ընկերների, ընտանիքների հետ, ուտում են տորթը եւ հյուրասիրում մյուսներին։ Celebration is a time to show love. Տոնակատարությունը այն ժամանակն է, երբ սերես ցույց տալիս։ It's a great way to make someone feel special and loved. Դա այն ուղին է կամ ճանապարհն է, որ ինչ որ մեկին դարձնում ես հատուկ եւ սիրված, որ ինչ որ մեկին ցույց ես տալիս քո սերը կամ հատուկ լինելը իրեն։ Choose the best option. What are some examples of celebration text? Որոնք են այն տոնակատարության օրինակները տեքստում։ Easter, Halloween and Thanksgiving, New Year's Eve, Christmas and birthdays, Valentine's Days, St. Patrick's Days and Independence Day, հետևաբար նշում ենք B-ն։ How do people celebrate New Year's Eve? By exchanging gifts, by going to school, by buying gifts, cleaning houses and playing football. By staying up late, watching fireworks, hugging each other, wishing a happy new year. հետևաբար C-ն է։ Christmas is a time when families come together, exchange gifts and decorate their houses. A day when people celebrate the day they were born. A time to show happiness. հետևաբար A. Birthday is a celebration that happens in December, a time when people have parties with friends and families and eat a cake and other treats. A day when people exchange gifts. Պատասխանը B-ն է։ True or false? Celebrations are not important events for people to enjoy. Տոնակատարությունը կարևոր իրադարձություն չեն մարդկանց համար, որ սիրեն։ Նշում ենք false. People celebrate New Year all over the world. Մարդիկ տոնը նշում են ամբողջ աշխարհում, New Year-ը նշում են ամբողջ աշխարհում։ True. People celebrate Christmas by exchanging cards. Մարդիկ տոնում են Christmas-ը նվերներ փոխանակելով։ Դա New Year-ին է վերաբերում, հետևաբար false. Birthdays are not important celebrations. Այստեղ դեպս false, որովհետև կարևոր են ոչ թե ոչ կարևոր։ People often have parties with friends and families on their birthdays. Սա true ենք նշում։ Match columns A and B համապատասխանեցնում ենք A եւ B հատվածները։ Celebration is a time Այստեղ ունենք that happens celebration-ը ինչպես էր time to show love, այստեղ ունենք special and տեսնենք ունենք այստեղ to show love ուրեմն celebration is a time to show love make a scene people all over the world celebrate New Year's Eve by staying up late, watching fireworks, hugging each other and wishing Happy New Year. Սա է։ Christmas is առաջինը բաց թողեցին կարծեմ, հա ոնց որ թե celebration is a time մեկը նշում ենք scene people all over Christmas is a celebration. Այստեղ նայեք Christmas is a celebration that happens in December 2. Ունենք սա That happens in December, ուրեմն երկուսը A-ն է, մեկը C-ն է, երկուսը A-ն է։ People all over the world, գնանք այստեղից նայենք։ Staying up late, watching դրա մասին էր խոսում, հա ճիշտ էինք նայել, B-ն է։ Երրորդը B-ն է, celebrations are important events that people love and enjoy. Այս D-ն է, New Year's Eve is a celebration. That happens at the end of December. Ուրեմն, մեկը եղավ C-ն, երկուսը A-ը, երեքը B-ն,
4-ը D-ն, 5-ը E-ն։ Which title is the best for the text and why? Որն է ամենալավ վերնագիրը տեքստի համար եւ ինչու։ Celebrations full of love and happiness, the symbolic meaning of decorations in celebrations, New Year's Eve. Այս թվում է New Year's Eve-ն է, տեքստին ավելի շատ համապատասխան է, նոր տարվա մասին, չէ, նոր տարվա մասին չէ, ավելի շատ նաև կարող լինի full of love and happiness տոնակատարությունները լիքնեն սիրով եւ երջանկությունով, այսքանը։